Արարատի մարզում խորթ մայրը դաժանաբար ծեծել է 1 տարեկան 2 ամսական երեխային։ Փոքրիկը կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի մամուլի քարտուղար Տիգրանուհի Հարությունյանը Նյուզեեմին հայտնել է, որ փոքրիկը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Թեև բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախաքննության շրջանակներում 1 մարդ հավանաբար երեխայի խորթ մայրը արդեն ձերբակալվել է։ Այսօր Երևանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ջուրը բողողել է երթևեկելի գոտիները, լուրջ խնդիրներ ստեղծելով տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։ Նյուզեեմի հրապարակած կադրերում երևում է, որ ջրի մակարդակը որոշ հատվածներում հասնում է մեքենաների անիվներին, ինչն էլ պատճառ է դարձել խցանումների, մի քանի մեքենա վնասվել է։ Խնդիրն ավելի է սրվել դեռևս անցյալ ամսվանից երևանյան փողոցներում հայտնված բազմաթիվ փոսերի պատճառով, որոնք քաղաքապետարանը այդպես էլ չի ասֆալտապատել։ Այժմ այդ փոսերը ծածկվել են անձրևաջրերով, վարորդների համար դառնալով անտեսանելի եւ վտանգավոր թակարդներ, ինչը ավելի է մեծացնում մեքենաների վնասման ռիսկը։ Ժողովից հետո ժողովուրդ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Վայոց ձորի թեմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հակագեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Աբրահամ arczepiskopos Մկրտչյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Թեմակալը հենց ինքն է գրավոր եւ բանավոր դիմումներ ներկայացրել։ Թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Սունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Սրբազանների հիմնական պարտականություններին զուգահեռ համատեղության կարգով կիրականացնի նաեւ Վայոց ձորի թեմակալ առաջնորդի լիազորությունները։ Ավելի քան 24 ժամ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տունն ու գրասենյակը հոսանքազրկված լինելու փաստին արձագանքել է ՀԵՑ-ը։ Պարզաբանման մեջ նշվում է, որ հոսանքազրկումն արել է Յուվենթուս ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, որն առանց ՀԵՑ-ի հետ համաձայնեցման ապա մոնտաժել եւ քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից շինությունը, վնասելով ենթակայանի պատերը եւ տանիքը։ ՀԵՑ-ը խոստացել է ժամեր անց էլեկտրամատակարարումը վերականգնել։ Ադրբեջանական բանտապահներն ընդհատել են Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ընտանիքի հետ, երբ նա հրապարակային կոչով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Ինչու՞։ Ես պարզապես չեմ կարողանում զանգահարել Ադրբեջանի օմբուդսմենին։ Խնդրում եմ, շարունակենք։ Վարդանյանը նշել է, որ չնայած 2023 թվականի հոկտեմբերին ՄԻՊ-ը անձամբ էր տվել իր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ոչ փաստաբանների, ոչ գրավոր դիմումների միջոցով նրան չի հաջողվել կապ հաստատել օմբուդսմենի հետ։ Վարդանյանը հրատապ հանդիպում է խնդրել, նշելով, որ նա միակ հանրային ինստիտուտի ղեկավարն է, որին կարող է դիմել։ Ես արդեն 1 ամիս է չեմ կարողանում ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել եւ որ հոդվածներով։ Ես խնդրում եմ ձեզ հետ հանդիպում, որպեսզի հնարավորություն ունենամ այս ամենը քննարկել, որովհետեւ ցավոք Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող է մեզ հետ կապի մեջ լինել։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ չունի այլ ներկայացուցչություն եւ զբաղված է ներկրումներով։ Այս խոսքերից հետո ադրբեջանցի բանտապահները անջատել են հեռախոսակապն ու Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել խոսքը։ Հեռախոսազրույցի այս հատվածը հրապարակել է նրա ընտանիքը։ Իրանի նոր առաջնորդին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք եւ նա չի կարողանում ինքնուրույն շնչել, հայտնել է The Sun-ը։ Ըստ պարբերականի 56-ամյա Մոջթաբա Խամենեին գտնվում է կոմայում, զրկվել է ոտքից եւ հնարավոր է ստացել է լյարդի եւ ստամոքսի վնասվածքներ։ Արտասահմանյան շատ պարբերականներ նաեւ հայտնել են, որ նա կամ մահացել է, կամ տեղափոխվել է Ռուսաստան բուժման նպատակով։ Ընտրվելուց հետո նա չի հայտնվել հանրության աչքին եւ ելույթներ չի ունեցել։ Իդեպ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն այսօր հրաժարվել է մեկնաբանել լուրերը, թե Իրանի նոր հոգևոր առաջնորդը Մոսկվայում է բուժում ստանում։ Սրան զուգահեռ Թեհրանում մարդկանց շարունակում են դուրս բերել ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասված շենքերի փլատակներից։ Կարմիր մահիկը հայտնել է, որ փրկել են եւս 1 մարդու։ Իրանի Խորամաբադ քաղաքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության 15-րդ օրվա առիթով։
ՍՔՈ արարողությունն ուղեկցվել է լայնամասշտաբ բողոքի ակցիաներով ընդդեմ Իրանի եւ Ամերիկա-իսրայելական կոալիցիայի միջև շարունակվող պատերազմի։ Իրավիճակն առավել է լարվել ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին։ Ամերիկյան Աբրահամ Լինկոլ ավիակիրն արդեն նավարկել է Իրանի ափերին շատ մոտ։ Ըստ վերլուծաբանների, կողմերը պատրաստվում են դիմակայության նոր, հնարավոր է ավելի կոշտ փուլի։ Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին։ Ալ Ջազիրայի հաղորդմամբ վաղ առավոտից Իսրայելը Լիբանանի Խիամ բնակավայրի ուղղությամբ իրականացրել է առնվազն 3 օդային հարված։ Խիամը, որը գտնվում է Բարձադիր գոտում, իսրայելական սահմանից եւ Լիտանի գետից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հնարավորություն է տալիս վերահսկել հյուսիսային Իսրայելն ու հարակից լիբանանյան հարթավայրերը։ Ըստ վերլուծաբանների, Իսրայելը փորձում է կտրել Հեզբոլահի մատակարարման ուղիները։ Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 850-ի, որոնց թվում կա 107 երեխա եւ 66 կին։ Ավելի քան 800,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Իսրայելի տարհանման հրամանների պատճառով, որոնք վերաբերում են ինչպես հարավային շրջաններին, այնպես էլ մայրաքաղաք Բեյրութին։ No, we never asked for a ceasefire. Իրանը կկռվի մինչև Թրամփը հասկանա, որ այս հակամարտությունը սխալ է եւ անօրինական, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա շեշտել է, որ երկիրը երբեք չի խնդրել հրադադար կամ բանակցություններ վարել։ Արաղչու խոսքով Իրանը պատրաստ է կռվել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Այստեղ ոչ ոք չի հաղթի, ասել է նախարարը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանում հայտնաբերել եւ հարվածել բասիչ խմբավորման զինյալներին։ Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենց շահերից է բխում նեղուցի բաց լինելը եւ այդ պատճառով պետք է գործողություններ ձեռնարկեն։ בלבנון אנחנו תוקפים כל הזמן. היום השמדנו מפקדות של כוח Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը տեղեկություն չունի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրի մասին, սակայն նախազգուշացրել է, որ Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող յուրաքանչյուր ոք կոչնչացվի։ חיזבאללה בלבנון הוא חלק מכוח קוץ והוא פועל Նրա օրյունը կլինի իր գլխին, մենք կհարվածենք նրան, շեշտել է խոսնակը, նշելով, որ Իսրայելի թիրախների թիվն ամեն օր ավելանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգներն արդեն ըստ էության հաղթել է Իրանին։ Ըստ նրա, իրանական օդուժը, նավատորմը եւ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ շարքից դուրս են բերվել, իսկ երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտնվել է հարվածների թիրախում։ Թրամփը նշել է, որ Իրանն այլևս չունի գործող հակաօդային պաշտպանություն եւ չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ։ Механизма, который будет Միացյալ Նահանգները դեռևս չի պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային փորձարկումների վերսկսման հրամանը տալով։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 2025 թվականի հոկտեմբերին Ամերիկայի նախագահը պաշտպանության նախարարին տվեց միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հրապարակային հրաման, մինչև օրս ամերիկյան կողմը հստակ բացատրություն չի տվել, թե ինչ նկատի ուներ, ասել է Լավրովը Մոսկվայի միջուկային զենքի տարածման վերաբերյալ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։